Քրիստոնեական արժեքներ, ու մենք տեսնում ենք այդ եվրոպական կառույցները, ինչ լուր են, որևէ արձագանք չկա, երբ որ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այսպիսի հարձակումներ են տեղի ունենում, այսպիսի գրեհիկ լեզվով։ Ես հիշում եմ, երբ որ Ֆլորենցիայում էի Սան Մինատո, Սուրբ Մինաս հայ սրբի անունը կրող այդ եկեղեցին էի գնացել, եւ սպասավորները մեզ պատմում էին հայերիս, որ գիտեք, հայ սուրբն է, Սուրբ Մինասն է քրիստոնեությունը բերել Իտալիա նույնիսկ, հա, իր դրա համար այդ բարձր սարի վրա գտնվող Սան Մինատոն, Սուրբ Մինասը կոչվում էր հենց հայ սուրբի անունով։ Նեապոլի պահապան սուրբը Գրիգոր Լուսավորիչն է։ Այո, ուզում եմ ասել, այսինքն նույն այդ քրիստոնեությունը, հա, որ պաշտպան չեն պաշտպանում։ Այսօր այս հարձակումները տեսնում եք ինչ է կատարվում։ Հարցին եկեք ուրիշ տեսանկյունից մոտեցեք։ Եվրախորհրդի անդամ երկիրը պետության մակարդակով, վարչապետի մակարդակով աղանդ է ստեղծել։ Ոչ թե եկեղեցուն պաշտպանել, չպաշտպանել, դա իր հերթին, հա, դա մի քիչ ավելի շատ էթիկական հարց է։ Դե ստեցան ճիշտ բան են իրենց համար ստեղծել, աղանդները միշտ գործիք են, չէ՞։ Եթե Հայաստանում մի փոքրաթիվ աղանդի պետությունը փորձեր ճնշել, հիմա դուք տիեզերական մասշտաբի ասենք եհովականներին կամ կյանքի խոսքին, կամ ինչ որ մի, հա, փոքրաթիվ աղանդի, բայց հայ առաքելական եկեղեցին, որը տիեզերական եկեղեցի է, որը կաթոլիկ ուղղափառ եկեղեցիների քույր եկեղեցին է, ի վերջո Հիսուս Քրիստոսի առաքյալների հիմնադրած եկեղեցին է, հա, դրա համար ենք մենք առաքելական կոչվում, երբ որ կարող է ենթարկվել նման հարձակումների, դրա մասին կլռեն, բայց այդտեղ նորից եմ ասում, կարևորը խնդրին մոտենանք մեկ այլ տեսանկյունից։ Փաստացի Եվրախորհրդի անդամ, ես իրենց տեսանկյունից եմ խնդիրը դիտարկում, Եվրոպական խորհրդի անդամ երկրի վարչապետը կրոնական աղանդ է ստեղծել, ինքն էլ այդ աղանդը առաջնորդում է եւ փորձում է միևնույն ժամանակ այդ աղանդի գլուխ կանգնած հայ առաքելական եկեղեցու վրա ճնշում գործադրել։ Խնդիրը պետք է դիտարկել նաև այս տեսանկյունից։ Դե իհարկե նաև էկումենիկ հարցեր են առաջանում։ Սրա հետ կապված նորից եմ կրկնում, պետք է մենք հաշվի առնենք, որ կան աշխարհաքաղաքական իրողություններ, եվրոպացիները, ամերիկացիները, ռուսները, ճապոնացիները եւ սինգապուրցիները ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը եւ դրանք կհամընկնեն այդ շահերի հետ, մենք կլսենք նրանց ձայնը։ Չեն համընկնի, կներեք, մենք ոչ մեկից նեղանալու ոչ մի բան չունենք։ Մենք նորից եմ կրկնում, պարտավոր ենք ինքներս հասարակություն դառնալ եւ երբ որ կդառնանք հասարակություն ու հասարակությունը կասի այսա կարմիր գիծը անցնել չկա, Նիկոլ Փաշինյանի ռեժիմ չլինի, ուզում է մի ոտանի սև սատանա լինի, հա, ոչ մեկ դա չի կարող անցնել։ Այստեղ իհարկե աշխարհաքաղաքական այդ կենտրոնների, այսպես ասած, սիրտը հոգին յուղվում է, հա, երբ որ իրենք լսում են, որ Նիկոլ Փաշինյանը եւ մի խումբ իր ԿՊԱ-ականներից հայտարարում են, որ իբրև թե վեհափառ հայրապետը KGB-ի գործակալ է, որ Եզրաս Սրբազանը KGB-ի գործակալ է եղել, հետո Նիկոլ Փաշինյանը ինչ որ թուղթ է տպում Civic-ում, հա, ընդ որում հարգելի հետևորդներ, շատ հետաքրքիր էր եւս մեկ անգամ հիշեցնեմ, առիթ եղել է հիշեցրել ենք, Factor-ը հարցում էր ուղարկել ազգային անվտանգության ծառայությանը բազմաթիվ հարցեր ներառելով, այդ թվում վեհափառ հայրապետի եղբոր գործակալ լինելու մասին հաստատող ինչ որ փաստեր էր փորձում ստանալ, վեհափառի մասին եւ այլն, եւ ազգային անվտանգության ծառայությունը ըստ էության խուսափեց, հա, այդ պատասխանատվությունը վերցնել իր վրա եւ ասաց, որ այդ ամեն ինչը պետական գաղտնիք է համարում եւ չի տրամադրել ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը։ Ըստ էության ԱԱԾ-ն հասկացավ, ազգային անվտանգության ծառայությունը, որ պետք է հետ քաշվել։ Բայց ինչ է տեղի ունեցել։ Չէ, իրականում այդ ԱԱԾ այդ հայտարարությունը դե մի բան պետք է ասեին, ասել են։ Ես երևի թե կարող եմ ձեր հետ գրած գալ, որ ժամանակը կգա, ու դա սարի հետևում չի, որ ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարելու է, որ ինքը նման տեղեկանք չի տվել։ Civic-ին Փաշինյանի ես համարյա վստահ եմ, կարող եմ գրած գալ, որ ԱԱԾ-ն դրա մասին տեղյակ էլ չի եղել։ Ինքը տվել է Civic-ին, ասել է հենց այսպես դրեք։ Ինչ աներ ԱԱԾ-ն։ Ոչ չէ՞ ասելու մենք չենք տվել։ Եթե ասեր, այդ կառույցի ղեկավարները ի վերջո պետք է հասկանալ, որ համաձայնվել են աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե այդ ամեն ինչի հետ համաձայն չլինեին, ի սկզբանե չէին
հա, համաձայնվի աշխատել նրա հետ։ Ասեն մենք տենց բան չենք տվել 3 րոպեում, հա, աշխատանքից կազատել։ 3 րոպե հետո։ Բայց ժամանակը գալու է եւ պարզվելու է, որ իրականում ԱԱՑ-ին ոչ դիմել են, ոչ ԱԱՑ-ն տես բան է տվել, ինքը հենց տվել է, ասել է դրեք այսպես։ Իրեն չի հետաքրքրում ազգային անվտանգության ծառայությունը։ Այդ ծառայությունը կլինի, չի լինի, գործակալ կունենա, չի ունենա, գործակալական ցանց կունենա, չի, իրան պետք է իր այսօրվա շահը, իր այսօրվա հեղափոխության շահը սպասարկել, ինքը դա սպասարկում է եւ գործում է հենց այդ տարբերակով։ Դե դրա համար Իդեպ այդտեղ քննարկելու բան էլ չկա, շատ է խոսվել դրա մասին, որ նման փաստաթուղթ չէր, ձևաթուղթ չէր կարող լինել, որ դա պաշտոնական ԿԳԲ սերի ամբողջ այդ գրագրությունը, ամբողջ փաստաթղթերը, փաստաթղթաշրջանառությունը ռուսերեն լեզվով է եղել, ավելի կարևոր հանգամանք։ Այդ տառատեսակները շրիֆտներ ասվածները, 2000-ականների կեսերի շրիֆտներ են։ Հասկանում եք, այստեղ ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Լավ, ենթադրենք ԱԱՑ-ն տվել է։ ԱԱՑ-ն դիմել է CVKM-ը, դիմել է ԱԱՑ-ին, ԱԱՑ-ն տվել է սա։ Հիմա ես ուզում եմ տրամաբանությունը հասկանամ, եթե ԱԱՑ-ն տվել է սա, ըստ ԱԱՑ-ի, բայց գործակալ լինելը լավ բան է, թե վատ բան է։ Եթե ձեր գործակալն է, դա լավ բան է, թե վատ բան է։ Եթե վատ բան է, բա ինչ եք բյուջեից ֆինանսավորում գործակալական ցանց ստեղծում, այսինքն վատ բան եք անում։ Եթե լավ բան է, ինչ խնդիր կա, ինչ եք ես մարդուն ասում էլ գործակալ է կամ գործակալ չի։ Կամ հաջորդ բանը, հա, այդտեղ որ Եզրասրբազանը, ես չգիտեմ, գործակալ է, շպիոն է Հայաստանի Հանրապետության։ Եզրասրբազանը, եթե ես չեմ սխալվում, շատ երկար տարիներ մինչև հիմա գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այսինքն Ռուսաստանի Դաշնության տարածքում գործակալական գործունեությամբ զբաղվում, շպիոնաժով զբաղվում, ընդդեմ ում Հայաստանի Հանրապետության, թե ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Եթե Ռուսաստանի Դաշնության, դա արդեն Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հակահետախուզության խնդիրն է։ Եթե Հայաստանի Հանրապետության, պարոն Հակոբյան, որ բանը կաթողիկոսը եւ վեհափար հայրապետը եւ ընդհանրապես եկեղեցու հիմնական հոգեվորականները, սրբազանները, առաջնորդները տարբեր թեմերի իրենք գործակալներ են եւ կատարում են այլ երկրի պատվեր։ Հիմա ուզում եմ հասկանան գործակալը, էլի։ Օրինակ դուք ոնց կարող եք լինել գործակալ։ Այսինքն այդ ինչ դուք ինֆորմացիա եք տիրապետում, այդ ինչ գաղտնիքների եք տիրապետում դուք, արգելի Ես առաջարկել եմ իրենց, ինձ էլ էին ասում բան, Պուտինի գործակալ բան, ես առաջարկել եմ իրենք ստուգեն։ Գործակալ կարող են լինել, հա, շպիոնաժով զբաղվել, վնաս տալ մարդիկ, որոնք տիրապետում են գաղտնիքների, այսինքն պետական ապարատի աշխատակիցներ են, որոնք դոստուպ ունեն, այսպես ռուսերեն ասած, որոշակի գաղտնիքների, այդ գաղտնիքները կարող են տալ թշնամի եւ ոչ թշնամի երկրների հատուկ ծառայություններին, եթե այդ մարդը այդ ամեն ինչի հետ առնչություն չունի, ասենք որ մի հատուկ ծառայությունը կարող է դա հետաքրքրել։ Հա, բայց այստեղ խնդիրը ո՞րն է։ Եթե օրինակ ասենք Բրիտանիայի գործակալը ասում են ոչինչ, եթե Ամերիկայի գործակալը ոչինչ, եթե Թուրքիայի գործակալն էլ ասում են ոչինչ։ Իրանց վտահողում է, որ Ռուսաստանի գործակալը։ Պատմական մասշտաբների աբսուրդի հետ գործ ունենք։ Օրինակ շատ երկար տարիներ այսպես կոչված սորոսական ցանցը Հայաստանում առաջ է տարել այդ լյուստրացիայի հա թեմատիկան գաղափար, որ թող ազգային անվտանգության ծառայությունը բացահայտի եւ հանրությանը ներկայացնի, թե ովքեր են եղել ԿԳԲ-ի գործակալներ։ Այստեղ երկու հարց է առաջանում։ Առաջինը, ենթադրենք մեր ԱԱԾ-ն ունի նման տվյալներ, ովքեր են եղել խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում ԿԳԲ սերի, իսկ ես կրկնում եմ, այդ կառույցը չի եղել խորհրդային Հայաստանի անվտանգության կառույց։ ԿԳԲ ՍՍՍՐ-ը մեկ հատ էր, սպասարկում էր ամբողջ խորհրդային միությանը։ Բնականաբար նաև խորհրդային Հայաստան։ Որքանով է արդար, որ պետք է հրապարակվեն մարդիկ, ովքեր եղել են ԿԳԲ ՍՍՍＲ-ի գործակալներ, եւ չպետք է հրապարակվեն մարդիկ, ովքեր եղել են Հայաստանի անկախ հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործակալներ։ Սա մեկ, երկրորդը։ Եթե ԿԳԲ ՍՍՍＲ-ի գործակալներին բան եք անում, հա լյուստրացիա եք անում,
Իսկ մենք կարող ենք լյուստրացիա անել, օրինակ, Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, MI6-ի, Թուրքիայի, մյուս, չգիտեմ, Իսրայելի հատուկ ծառայություն, Կամբոջայի հատուկ ծառայությունների գործակալներին, որոնք Հայաստանի Հանրապետությունում գործակալական գործունեություն են վարել։ Բնականաբար չենք կարող, չէ՞ դա անել։ Բայց ի՞նչ է ստացվում։ Այսինքն խնդիր կա անվանարկելու, խնդիր կա քարոզչական տեսանկյունից սևացնելու, շատ մարդկանց բարի համբավը արատավորելու եւ ամենակարևորը հայ-ռուսական հարաբերությունների վրա ցեխ նետելու։ Իրենք էլ գիտեն, որ այդ լյուստրացիան դա անհնար է, մի 90% հավանականությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը երբեք չի էլ տիրապետել թե ԿԳԲՍ-ի գործակալական ցանցը խորհրդային Հայաստանում ինչ է եղել, որովհետև ըստ որոշ լուրերի դեռևս խորհրդային միության գոյության վերջին տարիներին այդ ամբողջ արխիվը Հայաստանից դուրս է հանվել։ Եվ բնականաբար այդ կառույցը ինչ պետքա թողի, եթե այդ կառույցը այլևս չկա, իր գաղտնիքները ինչ պետքա թողեր գնալ։ Բայց խնդիրն այն է, որ անգամ այդ կառույցը ես չեմ ընդունում, հա այդպես միանշանակ, որ ինքը վատ կառույց է եղել եւ գործել է Հայաստան, ասենք Մարիուս Յուզբաշյանը, որ եղել է խորհրդային Հայաստանի անվտանգության, հա ԿԳԲ-ի պետը, այսպես ասենք։ Այս երկիրը ինչ վատ բան է տեսել, այս հասարակությունը ինչ վատ բան է տեսել Մարիուս Յուզբաշյանից ու այդ ԿԳԲ-ի սպաներից։ Ինչ վատ, այդ մարդիկ հետո անմիջապես հետո, երբ որ Հայաստանը անկախացել է, այդ մարդիկ աշխատել են Հայաստանի Հանրապետության համար, պատերազմ են անցել, պատերազմի ժամանակ մեծագույն ծառայություններ են, չէ՞ մատուցել նախկին ԿԳԲ-ի հա սպաները, որոնք հետո արդեն ԱԱԾ սպաներ էին։ Ինչ խնդիր կա այս մարդկանց հետ ու ինչ խնդիր կա այս կառույցների հետ։ Շատ տագետներ օրինակ, դա ասում են, բա 30-ականներ, դա դե 30-ականներին անգամ ԿԳԲ չէր կոչվում, ՆԿՎԴ էր կոչվում։ Հետո 37 թվականը ինչ կապ ունի, օրինակ, չգիտեմ, 88 թվականի հետ, 78 թվականի հետ։ Դրանք տարբեր բաներ են։ Ոնց որ այսօրվա Հայաստանի իրավապահ համակարգի, հա, այսպես ասենք, գործունեությունը համեմատենք առաջին հանրապետության իրավապահ համակարգի գործունեության հետ։ Տարբեր ժամանակներ են, տարբեր ճակերտների մեջ ասած մարտահրավերներ են,